ձեզ միշտ տեսնում ենք դատական համակարգում, այլ կարգավիճակում այսպես տեսնենք։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ավելի քան վստահ եմ, որ հետևում եք վարչապետի դատական համակարգի մասով, ստացվում է, որ այս երկրում անարդարության սովի պատճառը դատավորներն են։ Երբանից եւ ինչպես պետք է աշխատեք։ Վերանայեք ձեր։ Թվում է ավելի ճիշտ կլիներ, թե իրավական ինչ-որ հարց տայիք, եթե այդպես հարցեր կան։ Ասում են եռագլուխ մաֆիայի դեպի պայքարում։ Դիակը ասում է կողքները, դիակի կողքը բռնես գնում են դատարան արդարացում են։ Ճիշտ ասած չեմ լսել, չեմ տեսել նմանատիպ հայտարարություններ, բայց ամեն դեպքում չեմ կարող մեկնաբանեմ։ Ինձ թվում է ճիշտ կլինի, ով համապատասխան հայտարարությունը կատարում է, իրանից էլ մեկնաբանում ստանում։ Երկրի առաջի դեմքը, երբ դատական համակարգին ասում է կոռումպացված կա շատ վերջնորդներ, դուք ո՞նց եք ընկալում դարձնել։ Անկեղծ ասեմ, կրկնում եմ, չեմ տեսել, չեմ լսել նմանատիպ հայտարարություններ, որ առավել եւս էլ ես չեմ կարծում, որ ի պաշտոն է կամ որպես դատավոր կարամ մեկնաբանեմ մեկ այլ պաշտոնատար անձի դիրքորոշումը կամ հայտարարությունը։ Դուք հայտնի պաշտոնյաների գործող դատավոր եք, Վարչագան Ղազարյան, այդ թվում վերջին անգամ Աղվան Հովսեփյանի դատականիստներն եկան։ Պարոն երբևիցե ճնշումներ եղել են ձեր վրա, SMS-ների երբևէ ճնշում չի եղել, երբևէ որևէ ոչ զանգ, ոչ SMS, ոչ քողարկված, ոչ ուղիղ, որևէ տարբերակով չի եղել։ Ես չեմ կարծում, որ ես այն դատավորն եմ, ում նկատմամբ կարելի է նման նույնիսկ միտք ունենալ, որ հնարավոր է Տիգրան Դավթյանի նկատմամբ ճնշումներ կան եղել են կամ կանան լինեն, չի եղել ու վստահ եմ չի է լինելու, եթե նմանատիպ փորձ է լինի, համապատասխան իրավական գնահատականը կստանա։